Ինչու էր Դանիելը եւ ինչումն էր Դանիելը գերազանց, նա գերազանց էր իր բնավորության մեջ։ Սա շատ կարևոր է։ Շատերը գերազանց են օծության մեջ, հրաշքների մեջ։ Սավուղն էլ մարգարեանում էր, բայց բնավորություն չուներ։ Դրա համար իր թագավորությունը գնաց։ Թագը թռավ, գահը տակից փախավ եւ խայտառակ եղավ, որովհետեւ բնավորություն չուներ։ Քրիստոսանման բնավորություն չուներ։ Դանիելը եւ իր ընկերները գերազանց էին ոչ միայն գիտելիքների մեջ, այլ բնավորության մեջ։ Դանիելը պարզապես խելացի չէր։ Դանիելը նաեւ կարգապահ էր, ազնիվ էր, քաջ էր, հեզ էր եւ սրանք բնավորության գծեր են, քրիստոսանման բնավորության գծեր են։ Գիտեք, աշխարհի մեջ մարդիկ ասում են, դե կարևորը վատ մարդ չլինեմ, լավ մարդ լինեմ, այդ է կարևոր։ Կարևորը ոչ թե ուղղակի լավ մարդ լինելն է, այլ Քրիստոսի նման լինելն է, գերազանց հավատացյալ լինելն է։ Ոչ թե որ գամ եկեղեցում նստեմ ու գնամ տուն, դրանով աշխարհը չի փոխվի, բայց լինեմ այնպիսի հավատացյալ, որ իմ ազդեցությունից մարդիկ կփոխվեն, իմ գործատեղիում, աշխատավայրում մարդիկ կազդվեն, իմ տան մեջ մարդիկ կապաշխարեն իմ ներկայությունից։ Հետագայում մենք տեսնում ենք, որ նա այնքան անթերի էր իր բնավորության մեջ, անխոցելի, որ նույնիսկ իր թշնամիները խոստովանեցին դա, որ նրա մեջ ոչ մի մեղք չգտան, նրան մեղադրելու ոչ մի հատուկ պատրվակ չգտան։ Միթե սա օրհնյալ չի։ Տեսեք, Դանիելի մարգարեության 6-րդ գլխի 4 համարում ինչ է գրված։ Այն ժամանակ հրամանատարները եւ կուսակալները աշխատում էին մի պատճառ գտնելու Դանիելի դեմ կառավարության կողմանե, բայց բնավ մի պատճառ եւ չարություն չկարողացան գտնել, որովհետեւ նա հավատարիմ էր եւ ոչ մի հանցանք եւ չարություն չգտնվեց նրա վրա։ Երանի թե Աստծո խոսքը նույնը վկայի նաև մեր մասին։ Ոչ մի արատ, ոչ մի պատճառ, ոչ մի հանցանք, ոչ մի չարություն, որովհետև գրված է, որովհետև Դանիելը հավատարիմ էր։ Իսկ հավատարմությունը Սուրբ Հոգու ինչ է, պտուղ է։ Դա մեր պտուղը չի, դա Սուրբ Հոգու գործն է մեր կյանքի մեջ։ Ուրեմն Դանիելը գերազանց էր սրբության մեջ, Դանիելը գերազանց էր բնավորության մեջ եւ Դանիելը ճիշտ կյանքով էր ապրում, Քրիստոսանման կյանքով էր ապրում։ Սա է գերազանց հավատացյալի չափանիշը, ոչ միայն ճիշտ քարոզել, այլև ճիշտ ապրել։ Շատերն են այսօր ճիշտ բաներ քարոզում, բայց ճիշտ կյանքով չեն ապրում։ Աստված ողորմություն անի, որ ինչ որ հավատում ենք, ինչպես որ քարոզում ենք, ինչ որ քարոզում ենք, այդպես էլ ապրենք։